Գլխավոր հարցը բնականաբար բնակարանային ծրագիրն է, զբաղվածության ծրագիրը եւ բնակվարձի աջակցության ծրագիրը, որը փոխկապակցված է բնակարանային ծրագրի հետ։ Մեզ համար ամենակարևոր հարցն այն է, որ բնակարանային ծրագիրը պետք է ապահովի հայուն արժանապատիվ լուծում մեր ժողովրդի կեցության խնդիրների համար։ Իհարկե, մեզ համար քաղաքական վերջնական նպատակը մեր հավաքական վերադարձն է, բայց մինչև հավաքական վերադարձը մենք ցանկանում ենք, որ Արցախի ժողովուրդը բնակվի այստեղ, Հայաստանի Հանրապետությունում, եւ դրա համար պետք է մենք ունենանք համարժեք արժանապատիվ պայմաններ։ Բնակարանային ծրագիրը ինքնին այդ պայմանները չի ապահովում, որովհետեւ բազմաթիվ խնդիրներ են առկա, եւ այդ խնդիրները երբ մենք բարձրաձայնում ենք, լուծումներ չեն ստանում։ Սա գումարի հարց չէ, սա ուղղակի լուծումների, սկզբունքների, մեխանիզմների հարց է։ Լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է մեզ համար, բայց կառավարությունը արդեն ընտրել է ցրիվ բնակության կամ ապակենտրոնացված բնակության սկզբունքը եւ խնդիրը տանում է, այսպես ասած, վարկավորման դաշտ։ Մենք պնդում ենք, որ պետք է լինի կենտրոնացված բնակեցում կամ համայնքային բնակեցում եւ պետք է նաեւ զբաղվածության ծրագրերը փոխկապակցված ծրագրեր, որը կրկին արված չէ։ Եվ այս պայմաններում, երբ ինչ-որ առաջարկներ են արվում եւ հարկադրանքի լեզվով են խոսում ժողովրդի հետ, ժողովրդի վիճակը, սոցիալական վիճակը կտրուկ ծանրանում է, որովհետեւ ժողովրդի մեջ կա աղքատության բավականին բարձր տոկոս, տարբեր փորձագիտական հաշվարկներով Արցախի ժողովրդի շուրջ 80%-ը աղքատության շեմից ներքև է ապրում։ Իսկ սա նշանակում է, որ պետք է մենք կայուն եկամտի հարցը կարողանանք լուծենք, որը քիչ թե շատ Արցախի ժողովուրդը, այսպես ասած, ինքնահոսի կերպով իր խնդիրները կարողացել է քիչ թե շատ լուծել եւ կայուն թեկուզ եւ ծանր վիճակում գտնվել։ Հիմա երբ բնակվարձի աջակցությունը կտրում են, կրճատում են եւ դրան զուգահեռ բնակարանային ծրագիրը չի կարգավորվում, այսինքն բնակարանային կարիքի ապահովում տեղի չի ունենում, մենք բախվելու ենք շատ լուրջ սոցիալական խնդրի եւ սա հանգեցնելու է նաեւ արտագաղթի նոր ալիք։ Պարոն Բեգլարյան, տեսեք, ասում եք, սա չեն անում, նա չեն անում, միտումնավոր չեն անում կամ միտումնավոր են օրինակ ոչ համայնքային մոտեցում ցուցաբերել ձեր ինտեգրման համար, միտումնավոր են, այսպես ասած, աչք փակում գեներացվող ատելությանը արցախցիների հանդեպ, միտումնավոր է թե ուղղակի ի վիճակի չեն խնդիրներ լուծել։ Ես կարծում եմ կան բաներ, որոնք միտումնավոր են անում, կան բաներ, որոնք ուղղակի կառավարման սխալների հետևանք է։ Միտումնավոր է միանշանակ, որ համայնքային բնակեցում չեն ցանկանում։ Այսինքն, որպեսզի փակեն Արցախի հարցը։ Որովհետև իրենք մտածում են քաղաքական առումով, բնականաբար Նիկոլ Փաշինյանը դրա մասին ուղիղ քանից արտահայտվել է, որ Արցախի հարցը փակված է, արցախյան շարժում չկա, Արցախի ժողովրդի վերադարձի հարց չկա, Հայաստանի իշխանությունների օրակարգում, իսկ եթե մենք ունենանք համայնքային բնակեցում, մենք կպահպանենք մեր ինքնությունը ավելի հեշտ եւ ավելի հեշտ կպայքարենք մեր հավաքական իրավունքների համար։ Այս պատճառով նրանք նախընտրել են ապակենտրոնացված ցրիվ բնակեցում։ Ատելության քարոզն էլ ես կարծում եմ, որ միտումնավոր է եւ մենք տեսնում ենք, որ տարբեր իշխանական պատգամավորների նույնիսկ վարչապետի շուրթերից հաճախակի ուղղակիորեն կամ անուղղակի կերպով թիրախավորվում են արցախցիները կամ Արցախի ժողովուրդը կամ Արցախի ժողովրդի համար շատ կարևոր արժեքներ, որոնք գեներացնում են ատելության քարոզ։ Ինչու՞ Հայաստանի Հանրապետության հետ անհամատեղելի է Արցախի վերադարձի հարցը։ Դրանք բոլորը գեներացնում են ատելության քարոզներ, այդ թվում այն, որ Արցախը եղել է բեռ, Արցախը վզկապ է եւ այլն եւ այլն։ Այսինքն բոլոր ձևերով Արցախի արժեքը, Արցախի նշանակությունը նվաստացնում են հայ ժողովրդի աչքերին եւ նաեւ փորձում են ցույց տալ, որ տեսեք
սիրելի ժողովուրդ, դուք վատ եք ապրել, որովհետև ձեր գումարները գնացել է Արցախ։ Այն պարագայում, որ իրականում Արցախը պահել է Հայաստանի Հանրապետությանը անվտանգային առումով եւ այն գումարները, որոնք գնացել են Արցախ, Արցախի տնտեսության գեներացված գումարներն են եղել։ Գումարներից խոսեցիք, պարոն Բեգլարյան, նայեք, Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ դրամաշնորհներ եւ աջակցության ծրագրեր ստացավ արցախցիների, այսպես ասած, ինտեգրման համար։ Բավական հաշվետվողական եւ թափանցիկ են իրականացում այդ գումարների տնօրինումը, որովհետեւ հաճախ իշխանությունները որպես լավություն են ներկայացնում այն աջակցությունները, որ տրվում են, եւ ոչ թե պարտականություն։ Նայեք, նախ եթե նույնիսկ ոչինչ էլ չստանային միջազգային հանրությունից, միևնույն է պարտականություն է։ Սա չի նշանակում, որ պարտականությունը միայն մեր հանդեպ է, նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հանդեպ է։ Եվ որևէ կառավարություն, որևէ իշխանություն լավություն չի անում ժողովրդին կամ քաղաքացիներին որևէ ծրագիր անելիս։ Դա ցանկացած պաշտոնյայի պարտականությունն է, որպեսզի արդյունավետ աշխատի։ Երկրորդը, թափանցիկության մասով շատ լուրջ խնդիրներ կան։ Մենք որպես համայնք, այսպես ասեմ, կամ շահառուներ, մենք չենք տեսնում, թե ինչպես են ծախսվում այն գումարները, որոնք գալիս են, օրինակ, միջազգային հանրությունից։ Ընդ որում այս խնդիրը կա եւ պետական մարմիններում, եւ միջազգային կազմակերպություններում, որոնք առաջին հերթին ծրագրեր իրականացնում են եւ որոշումներ կայացնում են առանց ներառականության, այսինքն Արցախի ժողովրդի ներկայացուցիչների կարծիքը հաշվի չեն առնում։